Ծերի փաթեթով առաջարկվող լուծումները հանգում են հետևյալին։ Ներկայումս քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով պատասխանատվություն նախատեսված չէ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից պարբերաբար տրանսպորտային միջոց վարելու համար, ինչն անձանց հնարավորություն է տալիս առանց համապատասխան իրավունքի պարբերաբար վարելու տրանսպորտային միջոցներ եւ ենթարկվել միայն վարչական պատասխանատվության 25000 դրամի չափով։ Հաշվի առնելով տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց պարբերաբար տրանսպորտային միջոցներ վարելու հանրային բարձր վտանգավորությունը, Հայաստանի Հանրապետության կներեք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո 1 տարվա ընթացքում նույն արարքի կատարումը նախատեսել որպես հանցագործություն։ Միաժամանակ առաջարկում է որոշ սանկցիաների մասով խստացնել քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված արարքների համար պատասխանատվությունը։ Հաշվի առնելով անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունների կառուցվածքն ու դինամիկան, առևտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվում է արգելել 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող եւ արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը։ Իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել վարչական պատասխանատվություն 18 տարին չլրացած անձանց նման առարկաներ, սարքեր կամ գործիքներ վաճառելու նշված անձանց այդ առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին ներգրավելու, ինչպես նաև 16-ից մինչև 18 տարեկան անձանց կողմից նշված առարկաները, սարքերը կամ գործիքները կրելու համար։ Արդյունքում վաճառելը կառաջացնի տուգանքի նշանակում վաճառողի նկատմամբ 50000 դրամի չափով, վաճառքի մեջ ներգրավելու համար 100000 դրամի չափով, իսկ կրելը կառաջացնի տուգանքի նշանակում 20000 դրամի չափով, սարքերը կամ գործիքները վերցնելով։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսվել են նաև այլ փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես հաշվի առնելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելու բարձր հանրային վտանգավորությունը, խստացնել նշված խախտման համար պատասխանատվությունը 25000 դրամի փոխարեն նախատեսելով 50000 դրամ տուգանք։ Հայ քաղաքացուն առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոցներ վարելու համար չենթարկել վարչական պատասխանատվության այն դեպքում, երբ նա ունի վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական, քանի որ նախատեսվում է իրավախախտումը հայտնաբերած պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով գործող վարորդական վկայականի առկայությունը ստուգելու հնարավորություն։ Վարորդը պատասխանատվության կենթարկի, եթե ունի վարելու իրավունք, իր մոտ չունի վկայական եւ տեխնիկական պատճառով հնարավոր չէ ստուգել գործող վկայականի առկայությունը։ Վերանայել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց շրջանակը նրանց շարքում դիտարկել ոչ միայն տվյալ կարգի, այլ նաև տվյալ ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձանց, խստացնել պատասխանատվությունը հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելու համար հնգապատկի փոխարեն նախատեսելով սահմանված նվազագույն աշխատավարձի 10 պատիկի չափով տուգանք։ Ոստիկանության կողմից քննության ենթակա վարչական իրավախախտում կատարած անձին չբերել ոստիկանություն, եթե շարժական, տեսաձայնագրող կամ լուսանկարանող տեխնիկական միջոցներով հնարավոր է նույնացնել նրան։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել կարգավորում, որը հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին, այդ թվում երկքաղաքացի հանդիսացող, այլ երկրներում ստացած եւ Վիեննայի 1968 թվականի կոնվենցիայով վարորդական վկայականներին ներկայացվող բաժներին համապատասխանող վկայականները ՀՀ մուտք գործելու պահից 3 ամիս ժամկետով ճանաչել գործող։
Բացի այդ, նախագծով լավարկվում է տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու պարագայում վարորդին իրազեկելու գործիքակազմը, ներկայումս Պարեկը իրազեկում է տարածքային բաժին, որն էլ հայտնում է վարորդին, իսկ նախատեսվող կարգավորման դեպքում Պարեկը կհայտնի օպերատիվ կառավարման կենտրոն, որն էլ կհայտնի վարորդին ըստ էության ժամկետները կկրճատվեն, նաև ոստիկանության մասին օրենքում լրացում է կատարվում, ըստ էության այստեղ մենք նախատեսում ենք հստակեցնում ենք ոստիկանության շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարանող տեխնիկական միջոցներով ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց նույնականացման իրավունքը։ Կխնդրեմ եւս հրատապ ռեժիմով քննարկել հարցը եւ քվեարկել կողմ։ Շնորհակալ եմ։